Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօրվա իմ քարոզի վերնագիրն է Հիսուս Դավթի որդի ողորմիր ինձ։ Երկար մտածելուց հետո, որտեղ այս քարոզը ճիշտը որ ասեմ, ծնվել է հենց տեղ եկեղեցում, երբ որ ես, Սարգիս աղբերը, Աշոտ աղբերը, ինչ որ մի թեմայի շուրջ զրույց ունեցանք, տեղում նշումներ արեցի, ասեցի պետք է աշխատեմ այս թեմայի վրա, ու ինչքանով որ ստացվեց մոտս, այսօր կփորձեմ փոխանցել այդ խոսքը ձեզ, բայց վստահ եմ, որ ամեն մեկս եթե իրոք ուշադրություն դարձնենք այս խոսքերի վրա, Հիսուս Դավթի որդի ողորմիր ինձ, մենք կգտնենք մեր բաժինը, այն ինչ որ կարող ենք ստանալ։ Այս մասին գրված է Մարկոս 10-րդ գլխի 46-ից 48 խոսքերը, որը կուզեի միասին կարդանք, եւ ինչ է գրված այնտեղ։ Եվ երբ որ նա եւ նրա աշակերտները եւ շատ ժողովուրդ Երիքովից դուրս էին գալիս, Տիմեի որդի Բարթիմեոս կույրը ճանապարհի վրա նստած մուրացկանություն էր անում, եւ լսելով թե Հիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. Հիսուս Դավթի որդի, ողորմիր ինձ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, հիմա հնարավոր է, որ շատերը մտածեն ասեն, դե բոլորն էլ կարող էին աղաղակել, կամ շատերն էին, որ դիմում էին Հիսուսին, բայց մենք մի փոքր կխորանանք եւ կտեսնենք, թե ինչպես էին դիմում մյուսները եւ ինչպես դիմեց Բարթոմեոս կույրը։ Աշխարհում շատ մարդիկ կան, որ իրենց համարում են քրիստոնյա, շատ մարդիկ կան, որ իրենց համարում են սուրբ, շատ մարդիկ կան, որ վստահ են, որ ճանաչում են Հիսուսին, բայց վստահ են նաեւ նրանով, որ գիտեն որոշակի անգիր արված աղոթքներ, ունեն աղոթագրքեր, անգամ գիտեն հոգևոր կենացներ, օրինակ ասենք մարդիկ կան, որ շատ սիրուն կենացներ են ասում, չէ՞, բայց մարդիկ էլ կան, որ համել գիտեն հոգևոր կենացներ, որովհետև հոգևոր միջավայրում էլ երբեմն հոգևոր կենացներ է պետք լինում, անգամ գիտեն շատ սիրուն հոգևոր կենացներ։ Բայց այդքան լսելով եւ այդքան խոսելով Հիսուսի մասին, չգիտեն Հիսուսին, որովհետև երբեմն այնքան են տարված այս պայքարում, որ Հիսուսի դեմ շատ ժամանակ կռվում են հենց Հիսուսի անունով։ Նզովում են Հիսուսին Հիսուսի անունով, խաչում են Հիսուսին Հիսուսի անունով եւ կարծում են, որ մեծ տուրք են մատուցում Աստծուն եւ այս ամենը գալիս է այն պատճառով, որ նրանք չեն ճանաչում Հիսուսին։ Ինչև տեղի էր ունենում սրանից 2000 տարի առաջ, երբ որ ամբողջի համար Հիսուսը ընդամենը Նազովրեցի էր, չէ՞, մենք կարդացինք այդ խոսքերը, որ ասում է, տեսան, որ Հիսուս Նազովրեցին անցնում էր այդ կողմերով, եւ բազում ժողովուրդ գնում էր ում հետևից, գնում էր Հիսուս Նազովրեցու հետևից։ Եվ մի մարդ, ով ինչ է նշանակում Նազովրեցի, մի մարդ, ով ապրում էր Նազարեթ քաղաքում։ Այսինքն Նազարեթում ապրող մեկը կոչվում էր Նազովրեցի։ Եվ Հիսուսը այդ ժողովրդի համար, ովքեր որ հետևում էին նրան, ընդամենը մի Նազովրեցի էր, որի հետ կատարվում էր հրաշքներ։ Եվ սա էր պատճառը, որ հետևում էին Հիսուս Նազովրեցուն։ Նրանք տեսնում էին Հիսուսին որպես Նազովրեցի, իրենց մեծ աչքերով, բայց եղավ մեկը այդ ամբողջի մեջ, չէ, որ չուներ անգամ աչքեր, բայց տեսավ մնացածից շատ անգամ ավելի շատ։ Նա տեսավ մեկ ուրիշին, նա տեսավ Դավթի որդուն։ Եվ ամեն անգամ, երբ որ այս խոսքերը մտածում եմ, այս խոսքերի մասին զարմանում եմ, որ ինչ է նշանակում հավատք, եւ իրոք կույր Բարթողիմեոսի մոտ եւ տեսնում եմ այդ հավատքը, որ իրոք կար այդ հավատքը նրա սրտի մեջ։ Եվ Սուրբ Գիրքը նաեւ խոսում է այն մասին աչքերով ասելով, որ չի ասում աչքեր ունեն, բայց չեն տեսնում, ականջներ ունեն, բայց չեն լսում։ Սիրելի Աստծո մարդ, հնարավոր է այսօր Հիսուսը անգամ ստեղ նստած ձեզանից շատերի համար ընդամենը Նազովրեցի է, ով անցնում է քո կողքով եւ ընդամենը նա քո համար այդպես էլ կմնա Նազովրեցի։ Բայց այն մարդիկ, ովքեր որ Հիսուսին չեն տեսնում որպես Նազովրեցի, տեսնում են նաեւ որպես Դավթի որդի, հավատացեք, որ Աստված նրա համար ունի պատրաստված մեծ հրաշք։ Ես միշտ հիացել եմ եւ շարունակում եմ հիանալ Նարեկացու Մայծյան ողբերգության, ես չեմ ասի գիրք, ես Մայծյան ողբերգությունը իմ համար աղոթք է, որ մեր Նարեկացին բարձրացնում է Տիրոջը եւ Աստծուն եւ ինչքան հրաշալի է գրված, ինչքան ճոխ բառապաշար է օգտագործված, այնպիսի բառեր է օգտագործված, որ կարդում ես սկսում ես սիրահարվել հայոց լեզվի վրա։
Եվ ասում ես, միթե հայոց լեզուն այսքան գեղեցիկ է, եւ հասկանում ես, որ այո, Նարեկացին այնպես օգտագործեց հայոց լեզուն, որ չեմ կարծում, որ որևիցե մի այլ բանաստեղծ կամ գրող կկարողանար հայոց լեզուն այդքան սիրուն շարադրել։ Եվ այս ամեն ինչը ուրախ եմ, որ նաեւ վերաբերվում է, որ ինքը չէր գովաբանում ինչ որ մեկին, նա գովաբանում էր Աստծո որդուն։ Եվ ես վստահ եմ, որ եթե Նարեկացու Մատյան ողբերգությանը թարգմանվի ուրիշ լեզուներով, ես չգիտեմ կա թարգմանություն թե չէ, բայց եթե կա էլ, վստահ եմ, որ դրա 10% անգամ հնարավոր չի փոխանցել այն ինչ որ Նարեկացին փոխանցեց մեզ հայերեն լեզվով։ Եվ ես ինքս շատ կուզենայի ունենայի այնպիսի փոխհարաբերություն Աստծո հետ, որ իմ աղոթքն էլ այդքան գեղեցիկ Նարեկացու աղոթքի պես բարձրանար երկինք, բայց նաև հասկանում եմ, որ ինչ ասեմ, աղոթքի ճոխությունը չի, որ գրավում է Հիսուսի ուշադրությունը։ Իմ տված մեծ գումարի չափը չի, որ գրավում է Հիսուսի ուշադրությունը եւ արժանանում է նրա գնահատականին։ Տերը 2 լուման ավելին գնահատեց, քան մեծ գանձերը, քանի որ դա նրա ամբողջ ունեցվածքն էր։ Տերը ուշադրություն է դարձնում քո սրտի աղաղակին եւ ոչ թե կոկորթի։ Տերը ուշադրություն է դարձնում քո մնացորդ նվիրումին եւ քո անձնազոհ կյանքին։ Տեր ուշադրություն է դարձնում քո Իսահակին, որին դու պահել ու փայփայել ես սրտիդ մեջ, եւ քանի որ հավատքի հայրը պետքա ծնվի մենակ այն ժամանակ, երբ որ մեռնում է բազմության հայրը։ Հավատացեք, այսօր ամբողջ աշխարհը խոսում է Իսահակի զոհաբերության մասին, բայց ես ձեզ կասեմ, Մորիայի լեռան վրա չէր զոհաբերվում Իսահակը։ Չնայած Իսահակն էր ցախը դրած իր ուսերին բարձրանում դեպի լեռը, չնայած Իսահակն էր կապված եւ դրված զոհասեղանին, որտեղ որ պետքա մորթվեր եւ պետքա այրվեր։ Իսահակը, որը խորհուրդն էր Քրիստոսի, պետքա զոհաբերվեր հազարավոր տարիներ հետո, այդ օրը զոհաբերվում էր ոչ թե Իսահակը, այլ զոհաբերվում էր Աբրահամը, չնայած մորթվում էր Իսահակը։ Եվ տեսեք, մորթվում էր Իսահակը, բայց մեռնում էր Աբրահամը։ Իսահակին Աստված չթողեց, որ մեռնի։ Մենք այս պատմությունը շատ անգամներ ենք կարդացել եւ շատ լավ գիտենք, բայց Աբրահամի մեռնելու մասին մենք փաստ տեսնում ենք, որ Աբրահամը մեռավ բազմության հայրը եւ ծնվեց հավատքի հայրը։ Աբրահամը չէր տանում Իսահակին, այլ Աստված էր տանում Աբրահամին։ Հասկանում եք, չէ՞։ Աբրահամին թվում էր, թե ինքը Իսահակին տանում է, որ զոհ մատուցի, բայց չէր հասկանում, որ Աստվածը իրան տանում, որպեսզի զոհ մատուցի։ Եվ այդ երկար օրերը, որ Աբրահամի համար վստահ եմ տարիներ էր թվում, մինչև որ կհասնեին Մորիա լեռ, այս ժամանակ էր, որ մեռնում էր Աբրահամը։ Աբրահամը մի անգամից չմեռավ։ Աբրահամը 3 օրվա մեջ մեռավ, բայց մենք տեսնում ենք, որ Աբրահամը մեռավ։ Քո սրտի ամենաանկեղծ աղոթքը, սիրելի Աստծո մարդ, բարձրանում է այն ժամանակ, երբ զոհասեղանին դրված ես դու եւ ոչ թե մեկ այլ մարդ։ Երբ էլ կորցնելու բան չունես, քանի որ ամեն բան կորցրել ես եւ քո ամենաթանկը, որ պահել է իր վերջում, պահել ու պայփայել է իր քո սրտի մեջ, պետքա դնես Տիրոջ զոհասեղանին։ Ինչպես Տերն էլ իր ամենաթանկը դրեց, Հիսուս Քրիստոսին դրեց Գողգոթա զոհասեղանին։ Մեզ հարկավոր չի լինել Նարեկացի, որ լսվի մեր աղոթքը։ Մեզ հարկավոր չի լինել լուսավորիչ, որ լսելի դառնանք Տիրոջ առջև։ Մեզ պետքա ընդհանրապես լինել Բարթողիմեոս, ով ամբողի աղաղակի այդ բազմազան ձայների մեջ ընդամենը կասի 3 բառ. Տեր ողորմիր ինձ, եւ սա կգրավի Տիրոջ ուշադրությունը։ Ես վստահ եմ, որ այդ օրը շատերը կային, ովքեր ունեին հիվանդություններ, ունեին խնդիրներ, ունեին խնդիրներ, բայց ինչ ասեմ, պատճառը գիտեք որն էր, որ նրանք չէին ճանաչում Քրիստոսին, այնպիսին, ինչպիսին որ նա կա, բայց այս ամբողի մեջ գտնվեց մեկը, ով ճանաչեց Քրիստոսին եւ ճանաչեց Քրիստոսի բնությունը եւ էությունը ճանաչեց գոնե այնքան, որ ինքը կարողացավ իր հրաշքը փոկել եւ այդ մեկը ստացավ իր բժշկությունը եւ մենք տեսնում ենք, որ այդ մեկը կույր Բարթողիմեոսն էր։ Բոլորը Հիսուսին տեսնում էին ֆիզիկական աչքերով, տեսնում էին մարմնով, տեսնում էին նազովրեցուն, բայց գտնվեց մեկը, ով չուներ աչքեր, բայց տեսավ բոլորից ավելի շատ, նա տեսավ հոգով, նա տեսավ ոչ թե նազովրեցի Հիսուսին, այլ Դավթի որդի Հիսուսին։ Մարմինը տեսնում է որպես մարդ, իսկ հավատքը տեսնում էր որպես Մեսիա, եւ Բարթողիմեոսը տեսավ նրան ոչ թե որպես մարդ, այլ տեսավ որպես Մեսիա եւ ստացավ բժշկությունը, որովհետև նաև գրավեց Տիրոջ ուշադրությունը։ Գիտես ինչ է նշանակում ողորմիր ինձ։
երբ որ ես ողորմիր ինձ բառը փնտրում էի, հետաքրքիր մի բան բացահայտեցի։ Ես ինքս չգիտեի, որ ողորմիր ինձ ինչա նշանակում։ Նշանակում է Տեր, լսիր ինձ։ Տեր, մի անցի իմ կողքով։ Հասկանում ես, այս նշանակում է ողորմություն։ Եվ դա շնորհք է, որը մարդը կարող է ստանալ Աստծուց, ոչ թե նրա արժանիքների պատճառով, այլ որտեղ Տերը ուզեց շնորհք անել քեզ եւ տալ քո բժշկությունը։ Մարկոս 10:48-49 խոսքերը շարունակում է ասելով. Եվ շատ մարդիկ սաստում էին նրան, որ լուր կենա, բայց նա էլ ավելի էր աղաղակում, որդի Դավթի, ողորմիր ինձ։ Եվ Հիսուսը կանգնեց եւ ասեց. նրան կանչեն, եւ կույրին կանչեցին եւ ասեցին նրան. քաջ եղիր, վեր կաց, քեզ է կանչում։ Սիրելի Աստծո մարդ, ինչքան հրաշալի բան կա այստեղ նորից սովորելու։ Այսօր աշխարհի ձայների աղմուկը ու աղաղակը փորձում է լռեցնել քեզ։ Գիտեք ինչի համար է ուզում լռեցնել քեզ, որ քո ձայնի փոխարեն իր ձայնը դառնա լսելի։ Այսօր եթե երկու հոգի միասին վիճում են կամ խոսում են, ի՞նչ է մեկը մյուսին ասում, տեսել եք, լսուս մնա մի բան ասեմ։ Իսկ գիտեք ինչ է նշանակում, դուսուս մնա, որ ես կարողանամ ցույց տամ, որ ես ավելի շատ գիտեմ, ես ավելի լավն եմ, ես ավելի արդար եմ, քան դու։ Իսկ տեսել եք, երբ որ երկու կին են իրար հետ վիճվում, ոչ մեկի չի լսում։ Եվ պատկերացրեք, որ աշխարհը այսօր ուզում է լռեցնել քեզ լոկ պարզ մի պատճառով, որ քո ձայնի փոխարեն իր ձայնը դառնա լսելի։ Բայց հիշի հնարավոր է աշխարհին այսօր հաջողվի մեր ձայնը լռեցնել։ Բերանի ձայնը նկատի ունեմ, կոկորտի ձայնը նկատի ունեմ, բայց սրտի ձայնը ոչ մեկ չի կարող լռեցնել։ Ամեն։ Սրտի աղաղակը ոչ մեկ չի կարող փակել։ Հնարավոր չի այսօր, որովհետև Աստված նայում է ոչ թե քո շուրթերին, ոչ թե քո շարժու ձևին, այլ նայում է քո սրտին եւ նայում է քո կյանքին։ Աստված չի նայում քո արտաքինին, նայում է քո սրտին։ Գիտես, որ հայելին ոչ միայն կարողանում է կանգնեցնել լույսը, այլ հայելին կարողանում է նաեւ ինչ անել, ուղղորդել լույսը։ Այսինքն ոչ մենակ հայելին կարող է կանգնացնել լույսի ուղղությունը, այլ նաև հայելին կարող է ուղղորդել լույսը լրիվ ուրիշ կողմ։ Եվ եթե դու ունես այսօր իրոք այդպիսի փափակ, որ Տիրոջ լույսը ծագի քո վրա, այսօր դու կարող ես դառնալ այն մաքուր հայելին, ով որ կկարողանա ոչ մենակ կանգնեցնել Քրիստոսի լույսը, այլ այդ լույսը նաև ուղղորդել դեպի քեզ։ Եվ ինչ է ասում Պողոս առաքյալը առաջի Կորինթացիների 13-12 խոսքերում, որովհետև հիմա հայելու մեջ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ դեմ առ դեմ։ Այսինքն ինչքան հրաշալի խոսքեր է, այսինքն հիմա մենք Տիրոջ մասին ընդհանրապես պատկերացում ենք կազմում արտացոլանքի տեսքով, բայց ասում այդ ժամանակ արդեն ինչ է լինելու, մենք Տիրոջը տեսնելու ենք դեմ առ դեմ։ Եվ Մատթեոս 5:8-ը ասում է. «Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք պիտի տեսնեն Աստծուն»։ Այսինքն ես պետք է կարողանամ լինել իրոք այն մաքուր հայելին, ով որ կկարողանա կլանել Աստծո ամբողջ լույսը եւ նաեւ դառնալ կրողը Աստծո լույսի։ Երբ Հիսուսը նկատում է քեզ, նկատում է ամբողջի մեջ եւ կանչում է քեզ քո անունով, հավատացեք մարդկանց վերաբերմունքն էլ է փոխվում։ Մինչև այդ ուշադրություն դարձրեցիք, որ ինչ էին ասում, Կույր Բարթողիմեոսին ասում էին լուր մնա, ամոթա, սուս մնա։ Այնքան ժամանակ մինչև որ Հիսուսը կանգնեց եւ ինչ է ասում, ասում է ասեք թող գա։ Եվ հետ են դառնում արդեն, այ գնա, տեսեք խոսքերը նոր կարդաց, քաջալերում էին, ասում էին, ասենց կոպիտ մեր լեզվով ասած, դուխով գնա, տես կանգնեց, քեզ կանչեց։ Մարդկանց վերաբերմունքն անգամ սկսվում փոխվել, երբ որ Տերը կանգնում է եւ արձագանքում է քո կանչին։ Այս աշխարհը այսօր ուզում է լռեցնել քեզ մեկ պարզ պատճառով, էլի եմ ասում, դու խանգարում ես իրան եւ դրա համար աշխարհը այսօր ուզում է լռեցնել քեզ։ Այսօր շատերն են ուզում լռեցնել անգամ քո երկրպագությունը, անգամ քո փառաբանությունը, գիտեք ինչի համար, որ իրանց երկրպագությունն ու փառաբանությունը ավելի դառնա լսելի։ Ես ավելի լավ եմ երգում, թող իմ ձայնը լսվի։ Բայց կարող ես ավելի լավ եմ երգում, բայց ավելի սրտանց չեմ երգում։ Սրանց մեջ տարբերություն կա, ճիշտ է։ Երբ որ ուսումնասիրում էի մարդու ձայնային տվյալները, ուրեմն աշխարհի ամենահզոր ձայներից մեկը, որը որ գրանցված է Գինեսների ռեկորդների գրքում, պատկանում է Աննա Մարիա Ռոբերտսոնին, որը ուրեմն 121.7 դեցիբել է, որը այդպես էլ նշում է գրեթե հավասարազոր է ինքնաթիռի շարժիչին, բայց այն չի լսվում երկնքի կողմից, չի լսվում Աստծո կողմից։ Իսկ մարդ կա, կարծում եմ դուք էլ եք ճանաչում այդ մարդուն, ում ձայնը երբ որ երգում է կազմում ընդամենը 1 նոտ է, բայց վստահ եմ, որ
այդ մի նոտան էլ որ կա, այդ 7 նոտաների մեջ չի մտնում այդ մի նոտան էլ, այդ մի հատ ուրիշ նոտա է, ասենք մի քանի նոտա, բայց այդ մի նոտան վստահ եմ լսվում է եւ երկնքում, եւ ռեշտակների կողմից, եւ Աստծո կողմից։ Վստահ եմ, գիտեք ինչի համար եմ վստահ, որովհետեւ ինչ ասեմ, էդի գալիս է ամբողջ սրտից։ Մենք գիտենք մեկ էլ տենց մի հատ տաղանդ է Պագանինին, որ ինքը մի լարով կարողանում էր նվագել, էդ էլ բացառիկ տաղանդ է, որ կա, եթե կարողանաս մի նոտայով երգես։ Հավատացեք սիրելի Աստծո ժողովուրդ, սա այրի կնոջ բերած երկու լուման է։ Երբ որ դու ընդամենը ունես երկու լումա, բայց քո երկու լուման չես խնայում Աստծուն տալուց եւ տալիս ես քո ամբողջը եւ տալիս ես անմնացորդ։ Եվ հավատացեք, որ սա ընդունելի է եւ սա լսելի է մեր Տիրոջ կողմից։ Իհարկե դա չի նշանակում, եթե ես ունեմ տաղանդ, ես պետք է իմ տաղանդները տանեմ թաքցնեմ, որովհետեւ պետք է անպայման մի նոտայով փառաբանել Աստծուն։ Սրա մասին չի ընդհանրապես խոսքը։ Երբ որ ուսումնասիրում էի նաեւ ես տեսա, որ մի հատ պատանի, ով դեռ չափասել չի, եթե չեմ սխալվում, Միլեն Կարանյան անունով, ով ունի աստվածատուր տաղանդ եւ ներկապային համարվում է աշխարհի ամենահզոր ձայնը, որ հիմա արդեն նոր հայտնաբերվել է։ Միլեն Կարանյան, որի դիապազոնը կազմում է 11 օկտավա, մանի համար ասեմ, որ դաշնամուրը ընդամենը 7 օկտավա ունի, 11 օկտավա է կազմում, որի ձայնի հզորությունը 170 դեցիբել է եւ ուրեմն ձայնը իր 15000-ից մինչեւ 21000 հերց է։ Ասենք այդ չափելու համար անգամ մարդու ականջները բավական չեն, հատուկ գործիքներով են չափում, որտեղ ինքը իր մասներով խոսում է, ինքը ականջակալներ է դնում, հետո նոր երգում է, որտեղ ինքը իր ձայնի պատճառով իր ականջները կարա վնասվի։ Ուրեմն ասեմ, անգամ այսպիսի հզոր ձայներ կան, որ ինչ ասեմ, աստվածատուր տաղանդներ, որ Աստված տվել է։ Եվ ես հուսով եմ, որ մի օր մեր հայրենակցուհին ինքը աշխարհի հզոր բեմերից, աշխարհի մեծ բեմերից ինքը իր հզոր տաղանդը կօգտագործի մեր Տեր Աստծուն փառաբանելու եւ երկրպագելու համար։ Ուրեմն հավատա, երբեմն Հիսուսին կանգնեցնելու համար սիրելի Աստծո մարդ, բավարար է ընդամենը մեկ նոտա, մեկ բառ, մեկ աղոթք, մեկ նայվածք, եւ նա կանգ առավ եւ կույր Բարթողիմեոսին ասեց. «Ինչ արի ինձ մոտ»։ Այսօր այս խոսքի կարիք է, ես վստահ եմ, որ շատ շատերը ունեն, եւ որ Տերը կանգնի ու ասի արի ինձ մոտ, որովհետեւ մենք այսօր շատերս ենք սպասում այդ խոսքին։ Իսկ չէր կարող Հիսուսը ինքը մոտենալ Բարթողիմեոսին։ Իհարկե կարող էր, բայց ստեղից է որ սկսվում էր այն հրաշքը, ստեղից է որ սկսվում էր այն գերբնականը, որը կատարվեց Բարթողիմեոսի հետ։ Նա մի կողմ գցեց իր վերարկուն եւ սկսեց խարխափելով մոտենալ։ Սա էր այն քայլը, որը որ պետքա կատարեր։ Հետաքրքիր է, երբ որ այսօր առավոտյան վերանայում էի թեմաս, հիշեցի մի խոսք, երբ որ մարդը առաջի անգամ ոտք դրեց լուսնի վրա եւ Նեյլ Արմսթրոնգը, գիտեք ինչ խոսքեր ասեց, որ այս խոսքերը մնաց պատմության մեջ եւ դեռ շատ երկար կհիշեն այս խոսքերը։ Սա փոքր քայլ էր մարդու համար, բայց հսկայական ցածկ էր մարդկության համար, երբ որ ինքը ոտք դրեց լուսնի վրա։ Եվ հետաքրքիր է, այս խոսքերը մի փոքր ես կասեմ իմ ձևով, այսօրվա քո փոքր քայլը, սիրելի Աստծո մարդ, հսկայական ցածկ է քո հավիտենության համար, որտեվ անգամ եթե մենք չնայենք լոկ բժշկությունը, բժշկությունը թողենք մի կողմ, եթե մենք նայենք քո փրկությունը, որը շատ ավելի մեծ է, քան բժշկությունը, այսօր մարդը ամաչում է իր մի հատ փոքր քայլը անի դեպի Աստված, բայց միշտ հիշիր, քո փոքր քայլը այսօրվա քո վաղվա հավիտենության գրավականն է։ Ես կույր եմ, թող բոլորն էլ տեսնեն դա։ Ես բորոտ եմ, թող բոլորն էլ տեսնեն դա։ Ես մեղավորն եմ, թող բոլորն էլ իմանան դրա մասին։ Ես արբեցող եմ, թող բոլորն էլ իմանան ու եթե պետք է թող մի հատ էլ թքեն իմ երեսին։ Ես թմրամոլ եմ, թող բոլորն էլ իմանան, որ թմրամոլ եմ։ Ես անառակ եմ, թող բոլորն իմանան, ես անառակ եմ, բայց ես չեմ կարող իմ միակ շանսը բաց թողնել իմ ամաչելու պատճառով, որ հանկարծ մարդիկ չիմանան, որ ես թմրամոլ եմ, անառակ եմ, հարբեցող եմ կամ չգիտեմ, մեղավոր եմ, կույր եմ։ Ես տեսնում եմ, որ իմ միակ հնարավորությունը Քրիստոսը անցնում է իմ առաջից եւ ես պետք է ամեն բան անեմ, որ նա նկատի, ես իմ ձայնը դարձնեմ լսելի նրա ականջներին։ Երբ որ ես գնում եմ հիվանդանոց, գնում եմ բժիշկի մոտ խորհրդատվության, բավականին թանկ վճարում եմ, ով է գնում բժիշկի մոտ եւ պահում այն ինչ խնդիրներ ինքը ունի։ Ամաչում է բժիշկից ու ոչինչ չի ասում։
Այդ նշանակում է իզուր ես գնացել բժշկի մոտ։ Որտեվ եթե գնացել ես բժշկի մոտ, ուրեմն ասա քո խնդիրների մասին, որ բժիշկը կարողանա համապատասխան լուծում գտնել քո առողջական խնդիրների համար։ Եթե գնացել ես բժշկի մոտ, որ բժիշկին խաբես, չգնա իրելի, ինչ տարբերություն։ Հիշում եմ, ես վերջերս մի հատ այդպիսի հումորային բան տեսա, որ գնացել են աղջիկ ուզելու, ասում է ինձ ասեցի, ինձ մի փախցրա, ինձ տարտուն եկեք ուզելու, ասում է ես քեզ կուզեմ, ասում է բայց եկան ինձ ուզելու, ես ասում ասեցի չէ, ասում է բան չի ասեցի չէ, ասում է ասում է ինձ բարձր էի պահում։ Հասկանում եք, էսի հաճիշտ նայեցինք անցանք, բայց երբեմն հոգևոր կյանքում է այս նույն իրականությունը։ Հիսուսը անցնում է կողքով, ձեռքը մեկնում է, ես ասում եմ չէ, որովհետև ինձ բարձր եմ պահում։ Տեղս ծանրացնում եմ, էլի հանգարց չասեն, մի հատ ասեցի հա։ Հավատացեք, այդ շանսը կարող է էլ չկրկնվի ձեր համար, եթե այսօր մտածում ես, որ Հիսուսի հրավերը մերժելը, ասում է, չէ, Աստծո խոսքը, կանգնած եմ սրտի դռանը ու թակում եմ, բարձր ենք համարում մեզանից, որ դուռը բացենք եւ Հիսուսին ներս թողնենք մեր սիրտ։ Հավատացեք, մի օր դառնապես զղջալու են բոլոր այն մարդիկ, ովքեր որ այսպես են մտածում։ Անառակ Մարիամը չազատագրվեց այն ժամանակ, երբ նրան բերեցին Հիսուսի մոտ, որ քարկոծեն։ Ուշադիր եղի այս խոսքերին։ Անառակ Մարիամը չազատագրվեց այն ժամանակ, երբ որ բերեցին Հիսուսի մոտ, որ քարկոծեն։ Չնայած այն բանին, որ Հիսուսն ասեց գնա ու մի արա, չէ՞ մենք բոլորս այդ պատմությունը գիտենք, բայց գնա ու մի արան, անառակ Մարիամի կյանքում փոփոխություն չբերեց, որովհետև նա շարունակեց դրանից հետո նույնը անելը։ Այնքան ժամանակ, մինչև որ հասավ այն պահի, որ հասունացավ նրա ճանաչողությունը առ Աստված։ Սիրելի Աստծո մարդ, այսօր պետք չի որ քեզի մեկը թևիցդ քաշելով բերի առաջ, որ քո համար ստեղ աղոթեն։ Քեզի պետք չի թևիցդ քաշելով բերի ստեղ զորով կանգնացնի, որ դու ընդունես։ Ոչ այդ աղոթն է մի բան լնելու, ոչ էլ քո ասած այդ բառերը ընդունելության, որ դու անգիր կկրկնես, եթե սա չի գալիս քո սրտից։ Բայց Մարիամ Մագդաղենացին ազատագրվեց այն ժամանակ, երբ որ Նարդոսի յուղը ձեռքին գնաց, ընկավ Հիսուսի ոտքերը, չէ՞։ Գնաց ընկավ Հիսուսի ոտքերը, կոտրեց, եւ մենք այդ պատմությունը շատ լավ գիտենք, որ ասում է, անգամ Սիմոնը, որ տանը որ կատարվում էր այս ամբողջը, սկսեց իր սրտի մեջ դատել, չէ, Քրիստոսին ասելով, եթե այս մարդը մարգարե է, ինքը պետքա իմանար թե ով է այս կինը, ինչ ամբարոք կյանքով է ապրում, որ իրանա կպնում, թույլ է տալիս իրան կպնի։ Եվ Հիսուս ինչ արեց։ Հանդիմանեց Սիմոնին, չէ, ասելով, ում շատ ներվեց, նա էլ շատ էլ սիրեց։ Եվ ինչ է ասում Հիսուսը Մարիամին, ասում է քո հավատքը ապրեցրեց քեզ։ Եվ ինչի համար ենք մենք վստահ, որ հենց այս ժամանակ ներվեց նրա մեղքերը, որտեղ Հիսուսը նաև շարունակում ասելով քո մեղքերը թողված լինեն քեզ։ Բայց երբ որ առաջի անգամ բերեց, Հիսուսը հորդորեց, կոչ արեց, գնա ու էլ մի արա այդ բանը, բայց այնպես չի, որ նրա կյանքը փոխվեց այդ ժամանակ, բայց նրա կյանքը փոխվեց այն ժամանակ, երբ որ Մարիամը եկավ եւ ընկավ Հիսուսի ոտքերը։ Քանի դեռ փառք ես փնտրում մարդկանցից, սիրելի Աստծո մարդ, քանի դեռ արդարացնում ես արածդ, քանի դեռ արժանապատվությունդ ավելի վեր ես դասում, քան Տիրոջ ողորմությունը հիշի, դու չես բժշկվի, չես ազատագրվի եւ մեղքերի թողություն չես ստանա, որովհետեւ Աստծո խոսքը նաեւ մարդկային արդարությունը համեմատում է լաթի կտորի հետ, ավելի կոպիտ ձևով է ասում, ես ուղղակի չեմ ուզում կրկնել, ինչքան ուզում ես անջատիր սենյակի լույսը, որ մարդիկ չտեսնեն քո վրայի, քո շորերի կեղտը, միգուցե եւ մարդիկ չտեսնեն մթության պատճառով, բայց լավ հիշիր, վրայիդ գարշահոտը երբեք մթության քողի տակ թաքցնել չես կարող, դա հնարավոր չի։ Մի սխալ հանիր Աստվածաշունչը, որ արդարացնես քո պղծությունները։ Աստծո խոսքը ասում է, չէ, անիրավություն գործողը թող էլ անիրավանա, եւ կեղտոտը թող էլ կեղտոտվի։ Բայց դրանից հետո շարունակում ասում է արդարը թող էլ արդարանա եւ սուրբը թող էլ սրբվի։ Սրա մասին գրված է Հայտնություն 22:11-ում։ Ես չեմ ուզում լինել այն մեկը, ով որ պետք է ավելի կեղտոտվի եւ ավելի պղծվի։ Ես ուզում եմ լինել այն մեկը, ով որ ավելին կարդարանա եւ ավելին կսրբվի։ Գիտեք, օծանելիքով է սիրում։ Սիրելի կանայք, ով է սիրում, որ ձեր ամուսինները ձեզ նվիրում են օծանելիք եւ թանկարժեք օծանելիք։ Օրինակ ֆրանսիական կամ ասենք համաշխարհային այնպիսի բրենդներ, որ կարող տես ինչ օծանելիք ունեմ, ամուսինս անվիր է։ Ես վստահ եմ բոլոր կանայք սիրում են, բոլոր կանայք։ Իսկ գիտեք օծանելիքը երբ է, ինչի համար են օծանելիքը սկսել արտադրել, ինչի համար օծանելիքը սկսեց մտնել մարդկության մեջ։ Հիմնականում սա տեղի ունեցել վաղ ժամանակներում, միջին դարերում,
Երբ որ մենք նայում ենք ֆիլմեր, մեզ թվում է թե այն ժամանակ թագավորները, թագուհիները, այդ արքայադուստրները, ասենց ամեղել են մաքուր, հագնված, լվացված, կոկիկ, ամբողջ օրը լողացել են, կաթի վաննաներ են ընդունել ծաղիկներով, չգիտեմ ինչով, չէ, ոնց որ ֆիլմերում մեզ ներկայացում է, սա այդպես չի։ Եվ թե մի քիչ ուսումնասիրեք պատմությունը կտեսնեք մանավանդ Միշնադարում լողանալը համարվել է ամենասխալ բաներից մեկը եւ անգամ թագավորներ եւ թագուհիներ իրանց կյանքում եղել է որ լողացել են 1 կամ 2 անգամ 1 կամ 2 ես Եվրոպայի մասին եմ խոսում ուղղակի դրեք պատմությունը որտեվ համարել են որ երբ որ լողանում ես դու կհիվանդանաս կմեռնես դրա համար պետք չի լողանալ եւ պատկերացնես որ մարդ իր կյանքում ընդամենը լողանա 1 կամ 2 անգամ թագուհին եւ որpիսի իր վրա այդ գարշահոտը կարողանա ինչ որ չափով մեղմել սկսել են արտադրել օծանելիք դուխիներ որ դուխին լցնի ու իր գարշահոտը ծածկի հավատացեք սիրելի Աստծո մարդ մենք կարդում ենք զարմանում ենք բայց սա իրականություն է եւ շատ վատ է երբ որ նույնը քրիստոնյան է անում իր կյանքում ինքը կեղտի մեղքի մեջ կորած բայց ինչ որ անուշահոտ օծանելիքներ է լցնում իր վրա փորձելով քողարկի իր վրայի գարշահոտը անկեղծ եմ ասում սա վատ գաղափար է ես չեմ ուզում որ այս նույնը մեր հետ լինի եթե կույր ես քեզ մի տեսողություն ունեցողի տեղ միևնույն է փոստն ես ընկնելու որովհետև դիմացդ չես կարողանում տեսնել ասա Տեր ես կույր եմ Ծնկի արի Աստծո առաջ, ասա Տեր, ես արբեցող եմ, ծնկի արի Աստծո առաջ, ասա Տեր, ես թմրամոլ եմ, ազատի ինձ իմ թմրամոլությունից, ազատի ինձ իմ կախվածություններից, ասա Տեր, ես անբարո եմ, ողորմություն արա ինձ, ասա Տեր, ես շուն եմ, որտեվ շնության մասին, որ մենք ինչքան մարդիկ կան, որ կարան չոքեն Աստծո առաջ, ասա Տեր, ասա շուն եմ, ողորմություն արա ինձ։ Հերիք է, էլի մենք մեր ինչ ասեմ, մեզ դնենք սրբի տեղ ցույց տանք, թե մենք թերություն չունենք, մենք խնդիր չունենք, լավ է ինձ կխաբես, ես ձեզ կխաբեմ, բա Աստծուն ես ոնց խաբեմ, խի Աստված չի տեսնում, ով եմ ես։ Դրա համար ավելի անկեղծ է եւ ավելի ընդունելի է Աստծու, ավելի լսելի է Աստծու ականջներին, որ չոքես Աստծու առաջ եւ ներկայացնես քո իրական վիճակը, ասես Տեր ջան, ես էս մարդն եմ, ողորմություն արա ինձ։ Եթե Կույր Բարտողիմեոս այդ օրը չեթար ասեր Տեր ողորմություն արանձի ասեր լավ էլ տենում եմ ինձ ինչ ա եղել բժշկվելու էր ինքը չէր բժշկվելու դրա համար պետք է որ դու քո խնդիրը բերես Աստծո առաջ եւ ընկնես Աստծո ոտքերը որ Աստված քեզ բժշկի ես ուզում եմ Քրիստոսի անուշահոտությունը տարածեմ եւ ոչ թե սատանայի գարշահոտությունը ուղղակի ծածկեմ ինչ որ անուշահոտ բույրերով ես էլ եմ ասում սա վատ գաղափար է հետաքրքիր է որ Երիքովից Բարտողիմեոսը Երիքովից էր, չէ՞ մենք կարդացինք այդ մասին։ Երիքովում էր ինքը։ Եվ հետո ես Աստվածաշնչում հանդիպեցի նաև մեկ այլ տեղ, որտեղ ասում է Տիվրոսի եւ Սիդոնի կողմերից մի հատ քանանացի կին, էլի ինքը ոնց ասեմ, եկավ եւ նույն խոսքերով դիմեց Հիսուսին։ Ընկավ Հիսուսի ոտքերը ասելով Դավթի որդի ողորմի ինձ։ Ու նայում եմ էլի ասում եմ Տեր Աստված Ես չգիտեմ Բարտողիմեոսը հրյա էր, թե ինքը քանանացի էր ուղղակի չեմ կարող ազգության մասին չեմ կարծում ինչ որ միտեղ որ գրված լինի, եթե ինչ որ մեկը գիտի թող հուշի մեծ հաճույքով կլսեմ։ Բայց այս մի կինը հաստատ քանանացի էր, ինքը հրյա չէր, բայց եկավ ընկավ Հիսուսի ոտքերը, ասեց Հիսուս Դավթի որդի ողորմի ինձ։ Հրյաները չտեսան Քրիստոսին, որ ապրում էր իրանց մեջ, բայց Երիքովից Բարտոմեոսը եւ Տիվրոսի եւ Սիդոնի կողմերից քանանացի կինը ընկավ Հիսուսի ոտքերը եւ ողորմություն խնդրեց, ասելով ողորմիր ինձ։ Քանանացի կինը անգամ չվիրավորվեց Հիսուսի այն խոսքերից, որ Հիսուսը ասեց, չէ, լավ չի, որ ասեց մանուկների, երեխաների հացը առնեմ եւ շներին տամ։ Անգամ ինչ ասեմ, հլպատկերացրեք, ինչպիսի զգացողություն կունենայիք դու, երբ որ դիմեիք մեկին ու ինքը ասեր, լավ չի, որ իմ երեխեքի հացը կտրեմ ու քոպես շանը տամ։ Սենց կոպիտ ասած, այսպես էր միտքը գալիս, բայց կինը չվիրավորվեց, գիտեք ինչի համար, որտեվ ինքը այնքան ընկած վիճակում էր, որ դրանից ավելի ներքև էլ ընկնել ու տեղ չկար։ Իսկ այսօր, երբ որ մենք այնքան ենք բարձրացնում, մեզ վերևից ընկնելը շատ դժվար է թվում։ Անկամ կոտրվածքներ ենք ստանում, բայց երբ որ ընկել ես արդեն այն ամենաներքև դրանից ենք վերել, դե ասում ես, եթե շունեմ մարդիկ շանտեղ են դրել, էլի, ինչ կա էլ վիրավորվելու, ճիշտ էլ ասում է։ Այս արդեն Քրիստոսը այսպիսի սիրտ էր ուզում, այսպես կոտրված սիրտ էր ուզում, բայց քանանացի կնոջ հավատքը ինչպես է դրսևորվում, որովհետև նա ինքը ասեց, չէ,
բայց ասեց Տեր, չէ որ շներն էլ սեղանի տակի ընկած փշրանքներից են սնվում, իրենց տերերի սեղանի տակից ընկած փշրանքներից են սնվում։ Եվ որն էր Հիսուսի խոսքը ուղղված կնոջը, ով կին մեծ է քո հավատքը, եւ ասում Աստծո խոսքը նրա դիվահար աղջիկը նույն ժամին բժշկվեց։ Ղուկաս 4:27 խոսքերն է խոսում։ Շատ բորոտներ կային Իսրայելի մեջ Եղիսե մարգարեի ժամանակ, եւ նրանցից Աստծո խոսքը ասում է ոչ ոք չբժշկվեց, բացի միայն Նեման ասորին։ Այսինքն պատկերացրեք, Նեման ասորին ինքը թշնամի էր, ինքը հրյա չէր, ինքը հաստատ ասորի էր, կոնկրետ Աստծո խոսքը գրվում է, ինքը թշնամու բանակի զորավարն էր, հրամանատարն էր, գեներալն էր, բայց ասում է ժամանակ շատ բորոտներ կային Իսրայելի մեջ եւ ոչ մի բորոտ չբժշկվեց Եղիսե մարգարեի ձեռքով, այդպես ասում, բացի միայն Նեման ասորիից, ով հրյա չէր։ Հիմա հարց, սիրելի Աստծո մարդ, հասկանում ես չէ, որ հնարավոր է անգամ դու լինես քրիստոնյա, ամբողջ կյանքդ գաս եկեղեցի, այտենց էլ ոչ բժշկվես, ոչ ազատագրվես, բայց մեկը որ ընդհանրապես կապ չուներ, մի օր եկավ իր հավատքով իր բժշկությունը ստացավ ու գնաց։ Գիտեք ինչի համար է սա այսպես, որովհետև եթե քո համար Հիսուսը մնում է նազովրեցի Հիսուս, ընդամենը բժշկություն չես ստանալու, բայց այն ժամանակ, երբ որ Հիսուսը քո համար կդառնա Դավթի որդի, այդ ժամանակ մտածի, որ Տերը կարող է լսել նաև քո աղաղակը։ Քանի դու դեռ սավուղի պես փառք ես փնտրում մարդկանցից, փոխանակ ընկնեիր Տիրոջ ոտքերը եւ ողորմություն խնդրեիր, ինչպես որ Դավիթը, եւ Դավիթն էլ սխալվեց եւ սավուղի մեղքից պակաս մեղք էլ չգործեց, բայց Դավիթը հնգավ Տիրոջ ոտքերը եւ ողորմություն էր խնդրում Տիրոջից ասելով. Տեր ինչ ուզում ես իմ հետ արա, մենակ քո Սուրբ Հոգին ինձանից մի վերցրա։ Դավիթը ողորմություն էր խնդրում Տիրոջից, դրա համար էլ Աստված սավուղին մերժեց, բայց Դավիթին սիրեց եւ ներեց։ Բժշկության եւ ազատագրության փոխարեն դու կմնաս քո կարիքների, քո կուրության մեջ խարխափելով, եթե այսօր դու ընտրես սավուղի հոգեբանությունը եւ ոչ թե Դավթի։ Ով ուզում է բարձրանալ կխոնարհվի, Աստծո խոսքն է այսպես մեզ սովորեցնում, իսկ ով որ խոնարհվում է, նրան բարձրացնում է Աստված։ Սիրելի Աստծո մարդ, մի ամաչիր այսօր ծունկ ծռել Աստծո առաջ, ծունկ ծռել հենց հիմա։ Մեկը Աստծո խոսքը ասում է, մի օր ամեն ծունկ պետքա ծռվի, եւ մի օր ամեն լեզու պետքա դավանի, որ Հիսուս Քրիստոս Տեր է։ Այնց որ ինձ պետք չի որ գա մի օր, որ ես մի օրը զորով ծնկեմ կամ վախից ծնկեմ։ Ես այսօր կծնկեմ իմ Աստծո առաջ սրտանց, սրտիցս եկած, որովհետեւ իմ համար մեծ պատիվ է ծունկի գալ Աստծո առաջ եւ իմ համար ամոթ չի, իմ համար մեծ պատիվ է, երբ որ իմ լեզուն դավանում է, որ Հիսուս Քրիստոսը Տեր է։ Հիսուսը անգամ 38 տարվա անդամալույցին չգնաց ու ձեռքից բռներ բարձրացներ։ Ուշադրություն դարձրել եք, Հիսուսը ասեց. «Վեր կաց, վերցրու մահիճդ ու ման եկ»։ Չբռնեց օգնեց որ բարձրանա, ինչի համար, որովհետև բարձրանալը դա քո քայլն է, որը պետք է անես դու եւ ոչ թե Հիսուս պետք է անի քո փոխարեն։ Հիսուսը կույրի ձեռքից չբռնեց ու տարավ Սելովամի ավազանի մոտ, չասեց էլի կույրա, ոնց է այս մարդը տեղ ասնի, ինչքան պետք է տանջվի, ինչքան մարդկանց պետք է խնդրի, ինչքան պետք է խարխափի, որ գնա ասնի Սելովամի։ Հիսուսը ցեխը սարքեց, չէ, գցեց աչքերին, ասեց գնա լվացվի։ Ոնց կեթաս գնա։ Ցեխը սարքելը եւ գցելը, էսի Քրիստոսի գործն էր, բայց գնալը դա Քրիստոսի գործը չէր, էսի քո գործն էր։ Եվ այսօր շատերին էլ Աստված ասում է, բան, մենք սպասում ենք մինչև որ Աստված ինքը բերի ու sense տա, չէ, Տերը ասել է, բայց գնալը արդեն սա վերաբերվում է քեզ։ Մարկոս 10-րդ գլխի 51-ից 52 խոսքերը ասում է. «Եվ Հիսուսը պատասխանեց եւ ասեց. Ինչ ես կամենում, որ անեմ քեզ»։ Բարթողեմեոսին է վերաբերվում։ Կույրն էլ նրան ասեց. «Ռաբունի»։ Ռաբունի ի՞նչ է նշանակում, գիտեք։ Ռաբունի ես գիտեի, որ նշանակում է վարդապետ, բայց երբ որ նայում ես բացատրական բառարանով կամ նայում ես ավելի խորացված ուրիշ տեղեր, ռաբունի չի նշանակում միայն վարդապետ։ Ռաբունի նշանակում է նաև ուսուցիչ, նաև նշանակում է իմ Տեր, իմ Աստված եւ իմ դատավոր։ Հասկանում ես, ինչ ասեց Բարթողիմեոսը Հիսուսին ասում է. Իմ Տեր, իմ Աստված եւ իմ դատավոր։ Ես ինչ եմ ուզում անեմ, Ռաբունի, որ տեսնեմ։ Հիսուսն էլ ասեց նրան.
գնա, քո հավատքը քեզ ապրեցրեց կամ քո հավատքը քեզ փրկեց։ Եվ նա շուտով տեսավ եւ ճանապարհումը Հիսուսի ետևիցը գնում էր։ Հասկանում ես, չէ՞ ինչ է նշանակում, երբ որ դու քո բժշկությունը առնում ես եւ քո բժշկությունը առնում ես լոգեն պատճառով, որ ճանաչում ես Աստծուն։ Բարտողմեոսը գիտեք, ում դեմքը տեսավ առաջինը, բնականաբար տեսավ նրա դեմքը, ով բժշկեց նրան։ Նա տեսավ Քրիստոսի դեմքը, Հիսուս Դավթի որդի։ Այսինքն այն ժամանակ թե ինքը մենակ պատկերացնում էր, թե Հիսուս Դավթի որդին ինչպես կլինի, արդեն նրա աչքերը տեսան Հիսուս Դավթի որդին։ Նշանակում է, ես ճանաչեցի քեզ, ես գտա քեզ, ես երբեք բաց չեմ թողնի, ուր գնաս կգամ քո հետևից եւ ինչ որ ասես կանեմ, որովհետեւ ես վերջապես գտա քեզ։ Հիսուսը մեզ ասեց. ես նույնն եմ երեք, այսօր եւ հավիտյան։ Հիսուսը նաեւ մեզ ասեց. ես ամեն օր ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վերջը։ Հիսուսը ասեց, որտեղ 2-3 հոգի հավաքվեն իմ անունով, ես նրանց մեջ ներկա եմ։ Եվ Հիսուսը հենց հիմա մեր մեջ է եւ գիտես ինչ, եթե գեզի պես քո աչքերն էլ բացվեն հիմա, դու կտեսնես, որ Հիսուսը հենց հիմա քո կողքին է։ Եթե չես հավատում, անգամ ինչպես որ թերահավատ Թովմասը չէր հավատում, չէ, Հիսուսը ինչ արեց, որ հայտնվեց, ասեց, ձեռքերդ այսա, մցրա իմ բևեռների մեջ ու կտեսնես, կարաս ձեռքդ մցնես իմ խոցված կողքը, որպեսզի համոզվես, որ ես եմ եւ ես ձեր հետ եմ։ Բայց պետք չի կարծում եմ թերահավատորեն մոտենալ Աստծո խոսքին, որտեղ եթե Տերը ասում է ձեր հետ եմ, ձեր մեջ եմ, ամեն օր ձեր հետ եմ, մենք պետք է հասկանանք եւ հավատանք, որ Հիսուս Դավթի որդին հենց հիմա մեր մեջ է։ Եվ մնացածը արդեն կախված է քեզանից։ Եթե չես ուզում, նա քեզ էլ կթողնի, որ շոշափես, բայց ես կարծում եմ, որ հավատքը ավելին է, քան մարմնավոր այդ զգացողությունը շոշափելու։ Ես հավատում եմ եւ այդ հավատքը հերիք է ինձ։ Հիմա արդեն քեզանից է կախված եւ քո հավատքից է կախված, արդյոք կաղաղակես Հիսուս Դավթի որդին։ Ամբողի աղմուկը չի կարող կանգնեցնել Քրիստոսին, բայց կոտրված սրտի հառաչանքը այո։ Ամբողի հրմշտոցը չի կարող կանգնեցնել Քրիստոսին, բայց հավատքով հպումը կարող է փակել անգամ արյան աղբյուրը, որը ամբողջ կյանքում այդ կնոջը, չգիտեմ, մեծ նեղություններ տվել եւ նա կորցրել էր իր ամբողջ ունեցվածքը։ Աստված կանգ չի առնում, որ խղճա։ Նայի թե ինչպես ես դու տանջվում, սիրելի Աստծո մարդ, նա կանգ է առնում, որ պարզապես ինչա, լսի քեզ եւ ոչ մենակ լսի քեզ ու հեռանա, այլ նա կանգ է առնում, որ քո ճակատագիրը փոխվի։ Եթե Քրիստոսը կանգնել է քեզ լսելու, հավատա, դու էլ մուրացկանություն չես անելու, էլ ողորմություն չես խնդրելու։ Ոչ մեկից շպրտի վերարկուտ մի կողմ, թող հին մարդդ, թող հին բնույթդ, թող կապանքներդ եւ գնա նրա մոտ։ Նա քեզ նոր հանդերձ կտա, նոր մարմին կտա, որպեսզի սրբություն գործես եւ ոչ թե պղտություն, որ հոգու պտուղները տաս եւ ոչ թե մարմնի։ Խոնար սրտից ծնված աղոթքը երբեք չի անտեսվի Աստծու ականջներից։ Անկեղծ խոստովանությունը երբեք չի անտեսվի Աստծու ականջներից։ Կոտրված սիրտդ միշտ կգրավի Տիրոջ ուշադրությունը այս աշխարհի բազում ձայների մեջ։ Աստվածաշնչում հավատքի քայլի եւս մեկ օրինակ կա, որը միշտ շարունակում է հիացնել ինձ, եւ գիտեք, որ նա գովելին, որ այս մարդիկ մոտեցան իրանց բժշկությանը ունիկալ ձևով։ Նրանք չմոտեցան ոնց որ մնացածը, նրանք մոտեցան բոլորից տարբերվող ձևով, եւ այդ մասին անգամ գրվեց Աստվածաշնչում։ Նրանց մոտեցումը բացառիկ էր եւ որ ունեցավ նաեւ շատ փառավոր վերջաբան։ Այդ մասին գրված է Մարկոս 2:1-ում։ Եվ դարձյալ մտավ Կափառնայում, դրա մասին մի փոքր ավելի ուշ հեսա կանգ կառնենք, եւ դարձյալ մտավ Կափառնայում մի քանի օրից հետո եւ լսվեցավ, թե տանն է։ Հետաքրքիր է, ես էլի կարդացել էի ու միշտ ուշադրություն չէի դարձրել, մինչեւ որ այս անգամ երբ որ պատգամ էի կառուցում, ասում նա մտավ Կափառնայում եւ լուր տարածվեց այդ Կափառնայում ապրողների մեջ, որ Հիսուսը տանն է։ Հետաքրքիր է, ում տանն էր Հիսուսը։ Մենք միշտ մտածում ենք, չէ՞ որ Հիսուսը տուն չուներ, տեղ չուներ, ոչ մի բան չուներ Հիսուսը։ Բայց ասում եմ, մտավ Կափառնայում եւ բոլորը լսեցին, այդ լուրը տարածեց, որ Հիսուսը տուն է եկել։ Պետրոսի տուն չէր եկել, Հակոբ, ոչ մեկի մասին չասում եմ, Հիսուսը տանն է։ Իմացան, որ Հիսուսը տանն է։ Այս մասին գրված է 3 ավետարաններում՝ Մատթեոսում, Մարկոսում եւ Ղուկասում։
Հովանեսից բացի մնացած 3-ում գրված է։ Բայց միայն Մատթեոս 9:1-ում է շեշտում, որ Հիսուսը եկավ իր քաղաք։ Այդտեղ էլ գրված ասում է Հիսուսը եկավ իր քաղաք, Մարկոսի մեջ էլ ասում է, Մարկոս 2:1-ն էլ ասում է, Մատթեոս 9:1, Մարկոս 2:1, ասում է եւ բոլորին լուր տարածվեց, որ Հիսուսը տանն է։ Ստացվում է, որ Հիսուսը երբ եկավ իր քաղաք եւ եկավ իր տուն, մի վայր, որ միգուցե ինքը երբեմն լինում էր, երբ որ Կափառնայում էր լինում, իսկ Կափառնան նրա, ինչ ասեմ, բնակավայրն էր, նրա հարազատ քաղաքն էր Կափառնան։ Հիմա հնարավոր է մարդիկ ասեն, բա Նազարեթը, բա գրված է, չէ, Հիսուս Նազովրեցին, բայց Աստծո խոսքը նաև մեզ ուրիշ մի բան է ասում։ Ղուկաս 4:24-ը մեզ մեկնում ասելով, որ մարգարեն գավառում պատիվ չունի, կամ ընդունված չի գավառում, եւ նաև Մատթեոս 4:13-ը մեզ ցույց է տալիս, որ ասում է Հիսուսը Նազարեթը թողնելով գնաց եւ բնակվեց Կափառնայում, որը Ծովեզերքի մոտ էր։ Այսինքն Հիսուս ծնվեց Նազարեթում, համարվեց Նազովրեցի, կոչվեց Նազովրեցի, իր հասակ առավ Նազարեթում, բայց իր գործունեությունը չծավալեց Նազարեթում, լոկ մի պարզ պատճառով, որ մարգարեն գավառում ընդունված չէր։ Եվ գնաց ու բնակվեց Կափառնայում, եւ դրա համար էլ ասում է, երբ որ եկավ տուն, եկավ իր հարազատ քաղաք, եկավ տուն, եւ բոլորի մոտ լուր տարածվեց, որ Հիսուսը տուն է եկել։ Եվ տեսեք, ստացվում է Նազարեթը Հիսուսի մարմնավոր հասակ առնելու բնակավայրն էր, իսկ Կափառնան նրա հոգևոր գործունեությունը ծավալելու վայրը։ Նազարեթ ինչ է նշանակում։ Հետաքրքիր է, որ Աստվածաշնչում չկա մի բան, որը ավելնորդ է, եւ ամեն ինչը ինքը իր խորը իմաստ ունի, եթե փորձենք գտնել։ Նազարեթ նշանակում է կտրված կոճղից դուրս եկած նոր ճյուղ, նոր ծիլ։ Նազարեթ երկու բառը արմատով դեռ բացատրում է, չխորանամ դրա վրա, Նազարեթ նշանակում է կտրված կոճղից, այսինքն ծառը, որը որ sense քոքից կտրվել էր, այդ ծառի այդ բույնից, այդ արմատից, որը որ մեռած էր, ոչ մի բան չկա, ասում է մի հատ նոր ճյուղ, մի հատ նոր ծիլ դուրս եկավ։ Այս Նազարեթ բառի թարգմանությունն է։ Եվ կոչվում է Նազարեթը, ուրեմն արմատից դուրս եկած մի ճյուղ կամ ճյուղի քաղաք, ծիլերի վայր։ Իսկ ինչ է մեզ ցույց տալիս Աստվածաշունչը սրա վերաբերյալ։ Եսայի 11:1-ը անդրադառնում է այս ճյուղին եւ այս ծիլին։ Եվ Հեսեի բույնիցը մի շառավիղ է դուրս գալու եւ մի ընձյուղ է բուսնելու նրա արմատից։ Հետաքրքիր է, չէ՞։ Ասում է Հեսեի բույնից, այսինքն այդ արմատից ինչ անելու, ասում է մի հատ շառավիղ է դուրս գալու, մի հատ ճյուղ, մի հատ ընձյուղ, մի հատ ծիլ է դուրս գալու։ Եվ այդ ծիլը որտեղից դուրս եկավ։ Նազարեթից։ Իսկ Հիսուսը որտեղ իր հասակը առավ, ծնվեց Բեթլեհեմում, բայց որտեղ մեծացավ Հիսուսը։ Հիսուսը մեծացավ Նազարեթում։ Հասկանում եք, չէ՞ որ անգամ Մարգարեության այս խոսքերի մեջ անգամ Հիսուսի բնակության վայրի մասին նշվում է։ Եվ սա նշանակում է, որ Դավթի ծառը, Դավթի տոհմը, որը կտրված ծառ էր դարձել, մի օր ծիլ կտա։ Եվ այդ ծիլը լինելու է Նազարեթում, եւ Հիսուսը մեծացավ եւ հասակ առավ Նազարեթում։ Իսկ գիտեք, որ ցանկացած ծառ, երբ որ ցանկացած ծիլ, երբ որ մեծանում է, ինքը դառնում է ծառ։ Մի հեսա դրա մասին կան կառնեմ։ Այս մեր եկեղեցու այս դիմացի այս Եղևնու ծառը, որ տեսնում եք, այդ Եղևնու ծառը մի հատ հետաքրքիր պատմություն ունի։ Այդ ծառը ես ու մեր աֆրիկյան վարդան աղբերն ենք գնացել Ծաղկաձորից բերել։ 3 հատ ծառ բերեցինք, էսի ամենավատն էր, բայց մենակ այս ծառը կպավ ու հաստատվեց որպես ծառ։ Ու երբ որ որոշում էինք այդ տեղը, թե որտեղ պետքա տնկեինք, այս եկեղեցու դիմացը որ կար, այս այդտեղ բետոն էր, ասֆալտ էր արված ու ոչ մի բան չկար։ Որոշեցինք, ասեցինք, արի ստեղ քանդենք ու ստեղ տնկենք։ Հետո երբ որ քանդում էինք, այդ քանդելու ընթացքում հասանք մի հատ մեծ ծառի բույնի։ Շատ մեծ ծառ, ու տեսանք, որ ժամանակին այդտեղ եղել է թթի ինչ որ մի հատ ծառ, թթենի, այդ ծառը կտրել են ու հետո բետոնի տակ ծածկել են, մնացել է։ Ես չեմ հիշում, այս շենքը որ թվին է կառուցվել, բայց միգուցե 20-30 տարի այդ թթի բույնը ինքը մնացել էր ասֆալտի տակ լրիվ ծածկված։ Եվ հետո մեծերին այդ ժամանակ որ հարցրեցի, ասեցին, մինչև այս հանրախանութը ստեղ կառուցելը, ստեղ մի հատ մեծ թթի ծառ կար։ Իր կողքին էլ մի հատ մեծ աղբյուր կար։ Այն ժամանակ մեծերից եմ լսել, ես ինքս չէի կարող դա տեսնել։ Եվ հետո որ հանրախանութը սարքել են, այդ թթի ծառը կտրել են, ցեմենտով, ասֆալտով փագել են եւ 20-30 տարի այդ թթի բույնը մնացել էր հողի մեջ առանց արևի։ Ու գիտեք հետաքրքիր որն էր, որ 20-30 տարի հետո մենք քանդում էինք, որ այդտեղ տնկենք մեր Եղևնու ծառը, դեռ այդ թթի բան մեջ կենթանություն կար։ Ինքը չէր
փտել ու չէր վերացել։ Ու հետաքրքիրն է հենց լույսը տեսավ, փոքր թթի ծիլեր սկսեց դուրս գալ։ Ու երբ որ ես այս քարոզը պատրաստում էի, արագ հիշեցի, այս մտքով սանցև ասեցի, փաստորեն այս նույնը վերաբերվում էր նաև Հեսեի արմատին, Հեսեի բույնին, կտրված էր ծառը չկար, բայց արմատը դեռ իր մեջ պահում էր կենսունակություն, եւ Հիսուս Քրիստոսը ինքը դարձավ այն ծիլը, ով որ կյանք տվեց այդ ծառին։ Նազովրեցի նշանակում է ճյուղից արմատից ծնված։ Ճյուղը, որը բուսնեց մեռած արմատից, որը դարձավ ծառի համար երկրորդ հնարավորություն, երկրորդ շանս։ Իսկ ինչ է լինում ամեն ծառ, ամեն ծիլ, որ մեծանում է, ինքը դառնում է մեծ ծառ։ Իսկ ով էր Հեսեի արմատից դուրս եկած ճյուղը? Քրիստոսը։ Իսկ ով էր Քրիստոսը? Քրիստոսը կյանքի ծառն էր։ Հասկանում ես, չէ՞։ Մի հատ եւս մեկ սիրուն համեմատություն, որ երբեմն կյանքի ծառը մենք փնտրում ենք եդեմական պարտեզում, մոռանալով, որ կյանքի ծառը Քրիստոսն է։ Իսկ Քրիստոսը ծնվեց Բեթլեհեմում եւ իր հասակը առավ Նազարեթում։ Բայց մարդիկ, ինչպես որ Ադամ ու Եվան մերժեցին կյանքի ծառը եդեմական պարտեզում, բոլոր հրյաներն էլ գրեթե մերժեցին կյանքի ծառը, ով որ Նազարեթում էր, եւ երբ որ Հիսուսը հետ էր վերադառնում իր ծննդավայր, իրան չընդունեցին, ինչի համար, որովհետեւ մարգարեն գավառում ընդունված չէ։ Հիմա տեսնում եք, թե ինչու կյանքի ծառը արդեն մեր մեջ է, բայց մենք երբեմն կյանքի ծառը փնտրում ենք մեզանից շատ հեռու։ Նազարեթն էլ չընդունեց կյանքի ծառը, եւ Հիսուսը փոխեց իր բնակության վայրը Նազարեթից տեղափոխելով Կափառնա։ Նազարեթը մերժեց, Կափառնան ընդունեց։ Ծիլը, որը մեծացել էր Նազարեթում, սկսեց ծաղկել։ Հետաքրքիր է, չէ՞, ամեն մի ծառ ինքը որ մեծանում է, ինքը նաև գալիս է մի ժամանակ, երբ որ պետքա ծաղկի, երբ որ պետքա պտուղ տա։ Եվ այն ծիլը, որ Նազարեթում էր մեծացել, սկսեց Կափառնայում ծաղկել եւ սկսեց պտուղ տալ։ Իսկ գիտեք ինչ է նշանակում Կափառնա? Կափառնա նշանակում է քաղաք մխիթարության եւ տուն սփոփանքի։ Այսինքն ամեն մի անուն, երբ որ մենք մեկնաբանում ենք, մենք տեսնում ենք, որ անգամ անունները ընտրված է հատուկ ձևով եւ Աստվածաշնչի մեջ չկա եւ ոչ մի տառ, որը գրված լինի ավելնորդ։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր որ չգիտեմ 5 տակարանը համարում են որպես անցած հնացած մի բան, որը կարդալ պետք չի, ես այդպիսի մարդկանց մի խոսք ունենամ ասելու, դուք ընդհանրապես Աստվածաշնչից գաղափար չունեք։ Եթե 5 տակարանը ձեր համար ոչ մի բան է։ Ուրեմն տեսեք, Նազարեթը Աստծո սերմն է, Աստծո ծիլն է, բայց Կափառնան Աստծո բերքատու ծառը, որտեղ որ այդ ծառը սկսեց պտուղ տալ։ Սկիզբը սիրելի Աստծո մարդ, պետքա դնվի Նազարեթում, ծիլդ պետքա Նազարեթում տա, բայց հնարավոր է որ դու էլ դուրս գաս Նազարեթից, որտեղ քեզ այնտեղ չընդունեն։ Հասակ կառնես Նազարեթում, կձևավորվես Նազարեթում, արմատներդ կխորացնես Նազարեթում, բայց հնարավոր է որ հասնի մի ժամանակ, որ համ էլ մերժվես Նազարեթում, համ էլ հալածվես Նազարեթում, համ էլ ինչ ասեմ, վռնդվես Նազարեթից դուրս, հնարավոր է թե չէ։ Միթե Նազարեթից կարող է բարի բան դուրս գալ։ Հрьяաների հոգեբանությունն էր սա։ Միթե Նազարեթից կարա բարի բան լինի, վայ, հնարավոր չի։ Մրգաշատից էլ մի ժամանակ, որ մարդիկ սպասում էին, ասում էին մրգաշատից լավ բան, ասի եղբայրը անցած անգամ ասեց, չէ, որ այս մի կողմը խաչն են դրել, մի կողմը տապորներն են դրել, կացիններն են դրել։ Հանել են, չէ, ոնց որ կացինները, եթե անկեղծ եմ ասում, ամեն անգամ անցնելուց ես ինքս ուզեցել եմ այդ կացինները կոտրեմ։ Պրոստը մտածել եմ, որ հետո քրեական ինչ-որ մի հատ բան են բացելու իմ դեմ, դրա համար չեմ արել, թե չի առաջի մարդը ես կլինեի, որ այդ կացինները ուղղակի կկոտրեի ու կշպրտեի անկում, որտեվ անվելի, չգիտեմ էլի, ասենք ինչ մի բարձենալու բան է կացինը, որ կացինով բարձենաս։ Իմ համար դա միանշանակ անընդունելի է եղել եւ անընդունելի շարունակվում է։ Այսինքն մրգաշատից էլ սպասում էին, որ լավ բան դուրս չի գա, բայց եկեք ու տեսեք, որ Տերը լիքը պտուղներ ուներ մրգաշատում, ճիշտ է, որը դուք եք, որ այսօր նստած եք նրա սրահների մեջ։ Բայց պտուղ կսկսես տալ Կափառնայում, ինչպես որ Հիսուսը։ Միգուցե կունենաս քո քաղաքը, քո տունը, որտեղ մարդիկ կան ասում են, բայց գրված է, չէ՞ Աստվածաշնչում, որ Հիսուսն ասեց, աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները բույն, բայց մարդու գլխին գլուխը դնելու տեղ չունի։ Հավատա տուն ունենալը դեռ չի նշանակում գլուխը դնելու տեղ ունենալ։ Եթե անգամ Հիսուսի տունն էր էտի, որի մասին հստակ գրված չի, բայց ոչ էլ մերժում է, որ մենք կարող ենք նաև պատկերացնել, որ այո, Հիսուսը նաև ուներ ինչ-որ մի հատ բնակարան, որտեղ որ երբեմն ապրում էր։
Հիշի տուն ունենալը դեռ չի նշանակում, որ գլուխը տնելու տեղ ունես։ Հիսուսը միգուցե ուներ տուն, բայց որ վստահ եմ գլուխը տնելու տեղ չուներ, այդ հաստատ էր։ Եվ ինչի համար, որովհետև որտեղ որ նա էր գալիս, որտեղ այստեղ մենք որ կարդում ենք, ասում է, չէ, որ ինքը եկավ կափառնա, եկավ տուն, ասում է ամբողջը շրջապատեց իր տունը։ Այսինքն ամբողջը շրջապատեց այն վայրը, որտեղ որ գտնվում էր Հիսուսը։ Եվ այնքան մարդիկ, այնքան խիտ էին, այնքան իրար գլխի լցված էին, որ Մարկոս 2-ի 2:11 խոսքերը եկեք կարդանք եւ տեսնենք ինչ է ասում։ Եվ լսվեցավ, թե տանն է։ Եվ շուտով մարդիկ ժողովեցան, մինչև որ տեղ չկար եւ ոչ էլ դռան մոտ։ Պատկերացնում եք ինչքան շատ են եղել։ Եվ նա խոսում էր նրանց Աստծո խոսքը։ Եվ գալիս էին նրա մոտ եւ մի անդամալույց էին բերում 4 մարդովը վեր առած։ Եվ երբ որ չկարողացան մոտենալ նրան ամբողի պատճառով, այն տան ծածկը քանդեցին, ուր որ էր Հիսուսը, եւ ծակ բանալով իջեցրին մահիճը, որի վրա պառկած էր անդամալույցը։ Հիսուսը նրանց հավատքը տեսնելով ասեց անդամալույցին. «Որդյակ, թողված են քո մեղքերը»։ Դրանից հետո էլ չասեն, որ դպիրները ասեցին, ոնց համերգ էր թողում, չգիտեմ էսենեն, եւ Հիսուսն էլ ինչ ասում, չէ՞ որ նա ավելի հեշտ ասել, մեղքերը թողված են քեզ, թե վերկած մահիճը տար ու ման եկ։ Եվ հաջորդը նույն խոսքի մեջ ասում է, վերկած մահիճը տար ոչ թե համել մենակ ման եկ, համել ինչ արա, գնա քո տուն։ Վեկալ մի հատ ման արի sense թող սաղ տեսնեն, համել վերցրա մահիճդ ու գնա տուն։ Տերը սիրում է, երբ դու ունենում ես յուրահատուկ մոտեցում սիրելի Աստծո մարդ, երբ քո հավատքը տարբերվում է շաբլոն հավատքներից, երբ դու պատրաստ ես անգամ քանդել ուրիշի տանիքը, ծածկը, լավ իմանալով, որ հետո դու վերանորոգելու ես այդ նույն տանիքը քո միջոցներով, չէ՞։ Ասենք այդ տանիքը քանդող ինքը գիտակցում էր, որ ինքը ինչ է անում։ Ասենք դա կարող է լավ Հիսուսի տունը չէր, ուրի Պետրոսի տունն էր, բանը Պետրոսի զոնքաշնել խիստ մարդ էր եւ ասում էր տունս քանդել ես, պետք է տանիքը բերես փոխես, վերջ։ Կարար լիներ այսպես բան, կարար լիներ, բայց այդ մարդիկ այնքան էին փափագում իրանց բժշկությունը, որ անգամ պատրաստ էին ուրիշի տանիքը քանդեին, ծակ բացեին, հետո վերանորոգեին, բայց իրանք հասնեին իրանց նպատակին, հասնեին Քրիստոսին։ Երբ դու կանգ ես առնում Հորդանանի ջրերի մոտ, հիշի, Հորդանանը չի բացվի։ Հորդանանի ջրերը գիտես երբ է բացվում, երբ որ դու քայլ ես անում դեպի Հորդանանի մեջ, այդ ժամանակ է բացվում ջրերը։ Երբ դու բղավում ես պարիսպներին, պարիսպները գիտեք երբ է քանդվում, երբ որ դու բղավում ես Տիրոջ ասացի պես, եւ քո հզոր ձայնից չի որ պարիսպները քանդվում են, այլ Աստծո խոսքը կատարելու պատճառով է, որ Երիքովի պարիսպները քանդվում են։ Երբ մեկնում ես գավազանդ հավատքով եւ ծովը ճեղքվում է, գիտես ինչի համար է ծովը ճեղքվում։ Գավազանը parzելու մեջ չի, գնացեք այսօր փորձեք ծովը չէ, գնացեք փորձեք մի հատ առու ճեղքեք։ Ում մոտ կստացվի գավազանով առու ճեղքել, թող գա։ Ես իրան կընդունեմ որպես ինձի վարդապետ։ Ուսուցիչ, ինչ ասեմ, բայց վստահ եմ չի ստացվելու ոչ մեկի մոտ։ Երբ աղաղակում ես երկնքին հավատալով, որ արեգակը կանգ է առնելու, հասկանում ես, արեգակը դու աղաղակում ես երկնքին ու ասում ես թող արևը իր տեղում կանգնած մնա, այսինքն երեկո չգա, ինչի համար, որովհետև պատերազմս դեռ չեմ հաղթել։ Երբ պարկում ես մեռածի վրա, աղոթելով եւ հավատալով, որ կենթանություն է մտնելու այդ մեռածի մեջ, էս է նշանակում հավատք, հասկանում ես, երբ որ քո հավատքը լոկ մենակ խոսքեր չի, քո հավատքը նաեւ գործողություն է։ Երբ աղոթում ես հավատալով, որ երկնքից կրակ է իջնելու, ինչպես որ Եղիա մարգարեի հետ էր տեղի ունենում։ Այդ տան մեջ շատերը կային սիրելի Աստծո մարդ, բայց այդ տնից մեկը գնաց բժշկությունը վերցրած։ Եվ տարիներ շարունակ միգուցե քո ամբողջ կյանքում դու պարկած ես եղել քո մահճի մեջ, մահիճ ասելով մենակ մի մտածեք, որ անպայման պետք է անդամալույց լինես։ Այսօր շատերիս կյանքում այնքան մահիճներ կա, որոնց մեջ պարկած ենք։ Բայց միևնույնն է, եթե իրոք ունես կամք եւ ունես ցանկություն եւ ունես հավատք եւ ունես այնպիսի մի հատ հավատք, որ պատրաստ է, ինչ ասեմ, սարերն անգամ շուռ տալու, ուրեմն դու կարող ես վերցնել քո մահիճը ու քո մահճին դու տանես տուն։ Բայց եթե չունես հավատք, եթե չունես վստահություն, եթե չունես Աստված ճանաչողություն, թե ով է Քրիստոսը քո համար Նազովրեցի թե Դավթի որդի, նորից քեզ ոնց որ այդ 4 հոգին բերել էին մահճի վրա դրված, այդ 4 հոգին քեզ այդպես էլ մահճի վրա դրված կտանեն տուն։ Հավատքը քանդում է ուրեմն պատնեշներ
երբ դու ենթարկում ես ոչ թե սովորական, այլ երկնային, այլ գերբնական օրենքներին։ Անկախ քո հասակից, բայց եթե ներսումդ կա ցանկություն տեսնելու Հիսուսին, դու կգտնես քո ժանտաթզենին։ Մի հատ ծառ կգտնես ժանտաթզենի հետ, չգիտեմ, բայց դու ինչ որ միտեղ կգտնես, որ բարձրանաս, գիտես ինչի համար, որ Քրիստոսը անցնում է, չնայած ես այնքան ցածրահասակ եմ, որ չեմ կարող տեսնել Քրիստոսին, բայց ես կգտնեմ մի ծառ, որի վրա հնարավոր է բարձրանալ եւ տեսնել Քրիստոսին։ Դու կբարձրանաս քո Սինա լեռը, դու կբարձրանաս անգամ քո Գողգոթան, բայց կվերականգնես քո զոհասեղանը եւ քո ձայնը լսելի կդարձնես Աստծուն։ Գիտես, որ կան սեզոնային հավատացյալներ, որոնք եկեղեցի են գալիս, երբ որ գնալու տեղ չունեն։ Սեզոնային հավատացյալներ, որոնք գալիս են եկեղեցի, մենակ այն ժամանակ, որ գնալու տեղ չունեն, դե լավ, դե շուտվանից չեմ եղել, սպասի այդ համ եկեղեցի։ Իսկ գիտես, որ կան հավատացյալներ, որոնց համար պաշտամունքը վերջանում է, հենց որ քարոզիչ իր խոսքը վերջացնում է, մեկ էլ տեսնում ես հենց որոշ մարդիկ, ամեն անգամ նույն մարդիկ, օպա, գնացին դուրս։ Սիրելի Աստծո մարդ, հիմա ինչ որ մեկին նկատի չունեմ, բայց եթե խոսքը վերաբերվում է քեզ, ունեմ հենց քեզ նկատի ունեմ։ Հիմա հարց եմ տալիս քեզ. ինչ ես կարծում։ Էսի հավատքի մասին է խոսում։ Միթե պաշտամունքը վերջացավ քո համար, երբ որ քարոզիչի քարոզը վերջացավ, բա դրանից հետո կար աղոթք, բա դրանից լպատկերած մենք ասեցինք, Տեր ասեց, ես ձեր հետ ներկա եմ, որտեղ 2-3 հոգի։ Տերը մեր մեջ, դու արհամարական ուղղակի քարոզը վերջացավ, աղոթնել արհամարում ես ու թողեցիր դուրս գնացիր։ Միթե սա արհամարանք չի ուղված Աստծուն։ Ես չեմ ասում եմ բացառիկ երևույթների մասին, որ ասենք ինչ որ մի դեպք կա, որ ուղղակի չես կարա չգնաս։ Այս ուրիշ բան է։ Բայց ուրիշ բան է, որ ամեն անգամ այս նույն բաները քո հետ է կատարվում, երբ դու ինքդ այդ մշտական դուրս գնացողների մեջ ես մտնում, որովհետև արդեն հոգնեց իրել հավես չունես, մինչև որ ծառայությունը կվերջանա։ Հետո խոսում ենք հոգևոր հզոր բաների մասին, հետո նեղանում ենք, որ Աստված մեզ չի լսում։ Եթե դու Աստծուն չես լսում, Աստված քեզ ինչի համար պետք է լսի։ Այդ հարցը տվել ես քեզ։ Եթե դու չես ուզում լսես, եթե դու հարգանք չես ցուցաբերում Աստծուն, ինչի համար պետք է Աստված քեզ հարգի։ Դու գիտեք, որ էթիկայի կանոնների մեջ է մտնում, երբ որ 5 հոգով նստած սեղանին հաց ենք ուտում, եթե ես հացս արագ կերա վերջացրեցի, հելնեմ ու թողեմ գնամ, դա համարվում է էթիկայի կանոնների խախտում։ Ուրիշ բան, եթե ասենք ինչ որ դեպքա պատահի, բարձրանում ես, ներողություն ես խնդրում մնացածից, թե ինչի համար ես դու լքում իրանց, բայց եթե ինքանա դու արագ ես ու մնացածը դանդաղ դու գնում ես, սա կոչվում է էթիկայի կանոնների խախտում։ Իսկ միթե այդ էթիկայի կանոնները չի գործում եկեղեցում։ Պաշտամունքը չի վերջացել, բայց դու արդեն տուն ես գնում, ինչի համար, որտեղ որ ասում են ամեն շատ ժողովուրդ է դուրս գալի, մտածում ես կարող է աստիճանները իջնելուց մի քիչ նեղված կլինի քո համար։ Մարդիկ նեղվածության պատճառով տանիքն էին քանդում Հիսուսին հանդիպելու համար։ Իսկ դու ընդամենը 2 րոպե շուտ դուրս գալու համար պատրաստ ես նեղացնես Հիսուսին։ Կան շատ մարդիկ, ովքեր գալիս են առաջ անցնելով շատ մարդկանց կներեք, շատ մարդիկ կան, ովքեր առաջ չեն գալիս ամաչելով շատ մարդկանց կարծիքներից, բայց մոտենում են վերջում։ Օրինակ, պատկերացրեք մենք որ աղոթք ենք անում եկեղեցում, ասում ենք ովքեր որ կարիք ունեն թող գան առաջ, որ եկեղեցին աղոթի իրանց համար։ Շատերը գալիս են, Տերը օրհնի իրանց։ Շատերը չեն գալիս, բայց վերջում մոտենում են։ Մեր համար դժվարություն չի, սիրելի Աստծո մարդ, քո համար վերջում եւս մեկ անգամ աղոթելը, բայց հարց եմ տալիս, ինչի համար ես ամաչում մարդկանց կարծիքներից։ Ոնց որ Բարթողիմեոսը ասեր, բանա տես շատ ժողովուրդ կա այսօր ստել, ճիշտ ասած մի քիչ ամաչում եմ այդ մարդիկ, որ տեսնեն, որ ես կույր եմ էլի, թող մնա հետո մի օր առանձին, որ մենակ կլնես այդ ժամանակ, բանա կգամ աչքերս կբժշկես։ Ինքը մինչև իր կյանքի վերջ էլ կմնար կուրության մեջ խարխափելով։ Ամոթս ո՞րն է։ Ես էլի եմ ասում, եթե կարիք ունեմ, այդ որ մեկը իր կյանքում չունի կարիք։ Այդ որ մեկի կյանքում ամեն ինչ այնպես որ ինքը առողջության հետ կապված խնդիր չունի։ Այդ որ մեկն է կատարյալ առողջը։ Չկա այդպես մարդ։ Ես չեմ ամաչում, որ կամ կանգնեմ ստե, ասեմ, Տեր ջան, քո կարիք ունեմ, եւ քո նաեւ ունեմ քո բժշկության, եւ քո ողորմության, նաեւ քո ազատագրության կարիքը։ Ես ասեցի, չէ, ես եկա եկեղեցի, ես պետքա գնայի, որ իմ երկամների քարերը կոտրեին, որ մի քանի անգամ արդեն կոտրել էին, ես անգամ էլ գնացի 3 տարբեր հիվանդանոցներում նկարվեցի, ստուգվեցի, ասեցին 2 երկամները լիքը քար կա, 6-ից 8 մմ-ի չափով պետքա գաս կոտ։ Գնացել եմ ստուգումներս, անալիզներս, ամեն ինչ անցել եմ, պատրաստվում էի 2 շաբթի օրը գնայի, որպեսզի այդ քարակոտ փշրումը անեին։ Ոչ եկա եկեղեցի, կանգնա, աղբերները աղոթեցին իմ համար, մամաս էլ ծոմ էր պահի իմ համար, հետո իմացա, գնացի 2 շաբթի օրը հիվանդանոց ստուգեցին, մի հատ կատե արեցին,
տեսան բան չկա, մի հատ կոնտրաստ ծրսկեցին, կոնտրաստ կատե արեցին, էլի տեսան ոչ մի բան չկա, անձել ասեցին հելի գնա տուն, արդեն դրանից հետո անցել է մի քանի տարի, ես ընդհանրապես ոչ մի խնդիր չունեմ։ Բայց մինչև այդ ամեն տարի գնում էի քարափշրման։ Ամոթ էր, իմ համար ամոթ չէր, ես ասեցի, ինչ ասեմ, Տեր, ես քո կարիք ունեմ, ողորմի ինձ, մի Բարթուղի մյոս էլ ես եմ, ինչ տարբերություն։ Ու Տերը իր ողորմությունը արեց։ Մարդիկ Ջասթին Բիբերի կամ Ջենիֆեր Լոպեսին տեսնելու համար մենք տեսանք, որ մեր շրջակայքում տեղի ունեցավ այս ամենը, երկրից երկիր էին գնում, այդ օրը Հայաստանի սահմաններն էր տրակում, Ջեյլոնը եկե Հայաստանից, այս մասին էլի եմ ասելու ձեզ, հասկանում եք, հազարավոր դոլարներ էին ծախսում, որտեղ հյուրանոցների գները հասել էր արդեն առասպելական թվերի, ինչի համար մի կիլոմետրից պետք է Ջեյլոնն էլ իմ ու քո պես մարդ է էլի, հասկացանք։ Բայց այսօր Քրիստոսին հանդիպելու, Քրիստոսին տեսնելու, Քրիստոսին լսելու համար ասկի լայախ չեն անում իրանց տնից դուրս գան։ Եվ հետո ուզում են գերբնական զորություն, այդպիսի գերբնական զորություն չի լինում։ Բայց կա ավելի բարձր ճանաչողություն, որը Հիսուս Դավթի որդին է, որտեղ այսօր կավարտեի թեմաս Հիսուս Դավթի որդի ողորմիր ինձ այս խոսքերով, բայց մի հատ էլ ճանաչողություն կա, որ սրանից Եվս մեկ քայլ ավելի բարձր է տանում, սա արդեն քո բժշկությանը չի վերաբերվում, սա արդեն քո փրկությանն է վերաբերվում։ Երբ դու ճանաչում ես Հիսուսին որպես Դավթի որդի եւ աղաղակում ես նրան, նա դառնում է քո բժշկությունը, քո վերականգնումը, քո ազատագրությունը, քո ցավերի վերջը։ Սա շատ կարևոր է։ Հիսուս Դավթի որդին պետք է մեր կյանքում լինի։ Մենք պետք է անցնենք այս ճանապարհով եւ որ Հիսուսին ճանաչենք որպես Դավթի որդի։ Բայց հասնում է մի մակարդակ, որովհետեւ Դավթի որդին նշանակում էր, չէ՞, Երբ որ նա տեսավ, ով էր Դավիթը, Դավիթը թագավոր էր, ով էր թագավորի որդին, թագավորն էր թագավորի որդին, ճիշտ է։ Հիսուս Դավթի որդին նշանակում է, ես քեզ ճանաչում եմ որպես ոչ մենակ նազովրեցի, ես քեզ ճանաչում եմ որպես իմ թագավոր։ Հաջորդ քայլը Մատթեոս 13-16 խոսքերն ասում։ Հիսուսն է հարցնում. Մարդիկ ինչ են ասում ինձ համար, որ մարդի որդին լինի։ Նրանք էլ ասեցին, ոմանք թե Հովհաննես Մկրտիչն է, իսկ մյուսները Եղիան, ուրիշներն էլ Երեմիան կամ մարգարեներից մեկը, եւ նրանց ասեց. իսկ դուք ով եք ասում ինձ համար թե լինեմ։ Եվ Սիմոն Պետրոսը պատասխան տվեց եւ ասեց. դու ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին։ Հասկանում ես, էսի արդեն անգամ աշակերտներին էլ դեռ չէր բացվել թե ով է Քրիստոսը, որտեվ բոլորը ասում էին թե ինչ են ասում մարդիկ, բայց ընդամենը մեկին Աստծո հոգին բացել էր Սիմոն Պետրոսին, չէ, որ ասեց, չէ, դու ոչ Եղիան ես, ոչ Երեմիան ես, ոչ Եսային ես, ոչ մարգարեներից մեկն ես, դու կենթանի Աստծո որդին ես։ Սա արդեն լրիվ ուրիշ ճանաչողություն էր, որ ուներ Պետրոս Սառաքյալը։ Սա արդեն ավելի բարձր մակարդակ է ճանաչել նրան որպես Տեր եւ Փրկիչ։ Առաջի դեպքում մենք տեսանք Հիսուս որպես թագավոր, երկրորդ դեպքում մենք տեսանք Հիսուս որպես Տեր եւ Փրկիչ։ Դավթի որդին դիպչում է քո մարմնին, իսկ Աստծո որդին դիպչում է նաև քո հոգուն։ Սա քո փրկության գրավականն է։ Տերը բժշկեց կույր Բարթողիմեոսին, սա շատ լավ է, սա գերազանց է։ Մենք բոլորս ունենք դրա կարիքը։ Լավ է, որ բժշկությունը եղավ եւ մեծ բժշկություն եղավ, բայց Տերը կպավ նաև Զաքեոսի սրտին եւ Աստծո խոսքը ասում է, այսօր այս տանը ինչ եղավ, մեծ փրկություն եղավ, այսինքն մեծ բժշկությունը լավ է, բայց մեծ փրկությունը առավել լավ է, սիրելի Աստծո մարդ։ Այնց որ մենք ունենք Տիրոջ բժշկության կարիքը, սա հիշեք, սա կարևոր է, բայց ավելի կարևոր է, որ մենք հասկանանք, որ նաև մենք ունենք Տիրոջ փրկության կարիքը։ Նա դարձավ ոչ միայն իմ թագավորը, ինչպես Աստծո խոսքը հայտնության թղթերի մեջ չի ասում, այլ թագավորների թագավոր եւ տերերի Տեր։ Սրանք քայլեր են, որ քո կյանքում պետքա դու անցնես Հիսուս քո համար թագավոր, թագավորների թագավոր եւ Հիսուս քո համար Տեր եւ Հիսուս քո համար տերերի Տեր։ Գիտես չէ ինչքան մարդկանց բժշկեց Հիսուսը, սիրելի Աստծո մարդ։ Հիսուսը երկրի վրա բժշկեց անթիվ անհամար մարդկանց։ Բայց այդ անթիվ անհամար բժշկված մարդկանց մեծ մասը գնաց դժոխք։ Հիմա կասես ոնց, այո, Հիսուսը շատ շատերին բժշկեց։ Ինչի համար, որովհետև Հիսուսը եկել էր ու բոլորը գոռում էին Օսաննա Դավթի որդուն։ Եթե քեզի մի անգամ բժշկած լիներ, քո մեռած որդուն հարություն տված լիներ, քեզի աչքեր տված լիներ, քո բորոտությունը մաքրած լիներ, ու ինչքան հրաշքներ, որոնց մասին գրված չի։ Դու չէիր գոռա Օսաննա Դավթի որդուն, գոռայիր, բայց ընդամենը մի օր անց է հաջորդ օրը գոռում էին խաչեք նրան։
Ինչի համար, որովհետև չկար ճանաչողություն, թե ով է Հիսուսը քո։ Այդ մարդկանց մոտ Հիսուսը այդպես էլ մնաց որպես մենակ նազովրեցի։ Բայց դու ճանաչիր Քրիստոսին որպես թե Դավթի որդի եւ թե որպես Աստծո որդի։ Սա ավելի կարևոր է։ Բժշկությունը դեռ չի խոսում քո փրկության մասին։ Չնայած երբ բացվում են քո աչքերը, դու տեսնում ես թե քո թագավորին եւ թե քո փրկչին։ Իսկ ձեր համար Տերը ասում է. «Երանից ես, որ չտեսաք, համել հավատացիք»։ Մի հատ էլ պատմություն կարդամ 4 թագավորացից, պատմեմ ու վերջացնենք։ 4 թագավորաց 2-րդ գլխում սիրելի Աստծո մարդ խոսում է այն մասին, որ ասում է, երբ որ Եղիան պետք է համբարձվեր երկինք, եւ Եղիսեն գիտեր այդ մասին եւ կրնկակող հետապնդում էր Եղիային, որպեսզի հանգարց այդ պահը բաց չթողնի ու Եղիան չհամբարձվի առանց Եղիայից ինչ որ մի բան վերցնելու, պոկելու։ Եվ հետաքրքիր է, որ այնտեղ ասում է, եւ երբ որ եկավ Երիքով, ասում է, մարգարեների որդիները ինչ արեց։ Եկներեք, ասում է, երբ որ եկավ Բեթել, մարգարեների որդիները մոտեցան Եղիսեին եւ ասեցին. «Քո Տերը այսօր վերցվելու է, խաբար ես»։ Ասեց. «Գիտեմ, մարդ, գիտեմ, կոպիտ ասած որ դու գիտեք, ես ամբողջ օր իր հետ եմ, ես պետք է չիմանայի»։ Հետո դրանից հետո, երբ որ Եղիսեից չկարողացավ ազատվել Եղիան, գնաց Երիքով։ Հետո Երիքովում էլ ասում է, մարգարեների որդիների նորից եկան ու նորից նույնը արեցին, չէ՞։ Մի 50 հոգու չափ եկան, ասեցին. «Բանա, Տերը տեսօր քեզանից վերը առնվելու խաբար ես, այմա սուս մնացեք»։ Գիտեմ։ Բայց հետո գիտեք որն է, որ երբ որ գնացին հասան Հորդանան, մարգարեների որդիները ասում է հետևում էին Եղիային ու Եղիսեին։ Պաղկվե հետևում էին հեռվից, թե ինչ հատերսնես հիմա լինելու։ Եվ որ հասան Հորդանանին, Եղիան հանեց վերարկուն, խփեց ջրերին եւ Հորդանանի ջրերը կիսվեցին երկու մասի եւ իրանք անցան միջով։ Եվ հետո երբ որ արդեն Եղիսեն ստացած այն խոստումը, որ եթե դու տեսնես իմ համբարձվելի իմ կրկնապատիկն է ստանալու, հետ էր վերադառնում, եկավ հասավ նորից Հորդանան գետին, արդեն Եղիայի վերակուն որպես ապացույց իր ձեռքին էր, ինչ արեց, նորից խփեց Հորդանանին եւ ջրերը բացվեցին եւ իրանք ինքը անցավ միջով, արդեն մենակով հետ եկավ։ Գնացին երկուսով, բայց հետ եկավ արդեն մենակ։ Եվ մարգարեների որդիները այդ ժամանակ նույնպես կանգնած դիտում էին ուշադիր, թե այս ինչ տեղի ունեցավ Եղիսեի հետ։ Գնաց աշակերտը, գնաց ծառան, բայց հետ վերադարձավ Աստծո հզոր մարգարեն։ Հասկանում ես, թե ինչ նշանակում է, որ դու կանգնած չես մնում քո տեղում, դու հերվից չես նայում, թե ինչ է տեղի ունենում կամ ինչ զորություն է անում Աստված մնացածի հետ, երբ որ դու ինքդ մտնում ես եւ մասնակիցն ես դառնում նրա։ Հետո դրանից դու եկան չէ, Եղիսեին համոզեցին, միգուցե Տերը վերցրելա, տարելա ստեղ ընդեղ, գնանք 3 օր ման գանք, այնքան ասենց զզվացրեցին մարգարեին, գնացեք ման արեք, հա, գնացեք։ Գնացին 3 օր ման եկան, ասին չկա։ Ինչ ասում մարգարեն։ Ես դες չասի, որ չկա, իզուր եք եթալու եւ ման գաք։ Ինչի համար, որտեղ ես եմ տեսել երկնային կարգով երկինք գնաց, դու գնացել եք ինչ որ սարերի վրա, Եղիայեք ման գալիս։ Եղիային երկնքում է, ինչ գործ ունի սարերի վրա։ Եվ համել ես արդեն ստացել եմ նրա զորության կրկնապատիկը։ Ես գիտեմ, որ Եղիան էլ ստեղ չի, որովհետև Եղիային արդեն հաջորդում եմ ես եւ Տիրոջ հոգին վրա։ Էս էր Եղիսեի ասածը։ Բայց մինչև այդ ինչ էր ասում, երբ որ Եղիսեից ուզում էր ազատվել Եղիան։ Եղիսեն կպել էր, ասում էր. «Կենթանի է Տերը եւ կենթանի է քո հոգին, եթե ես քեզ թողեմ»։ Ինչ ուզում ես արա, մեռնեմ էլ մեկա հետևիցդ գալու եմ։ Ասենց կոպիտ ասած, ես Տիրոջ առաջ եմ երթվում, որ ես քեզ չեմ թողելու։ Ինչ ուզում ես արա։ Եվ Եղիան տեսավ, որ չէ, այս մարդից բրծնել հնարավոր չի։ Կանգնած նայելով սիրելի Աստծո մարդ, զորություն չես ժառանգի։ Կանգնած նայելով բժշկություն չես ստանա։ Կանգնած նայելով չես ազատագրվի։ Մտի Տիրոջ կետի մեջ։ Ես չեմ ուզում կանգնել ու նայել, թե ինչպես է Տերը գործում ուրիշների հետ։ Ես ուզում եմ մասը լինել ամբողջի։ Տերը օրհնի ձեզ։